Ռուսական աղբյուրների փոխանցմամբ մարտի 29-ին Մոսկվայում նախատեսված Սևայգի ֆիլմի ցուցադրությունը չեղարկվել կամ անորոշ ժամանակով հետաձգվել է։ Խոսքը ֆրանսահայ լուսանկարիչ և ռեժիսոր Ալեքսի Սպազումյանի վավերագրական ֆիլմի մասին է, որը մեր հայրենակիցը նկարահանել է 2019-20 թվականներին։ Ֆիլմը պատմում է Արցախի սահմանամերձ Թալիշ գյուղի բնակիչների 3 սերունդների մասին և ներկայացնում պատերազմի ազդեցությունը մարդկային ճակատագրերի վրա։ Ֆիլմի ցուցադրությունները Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում պարբերաբար խոչընդոտների են բախվում կամ արգելվում են։ 2021-ի ապրիլին ֆիլմի ցուցադրությունը հանվել էր Մոսկվայի ծրագրից Art-Dog-Fest փառատոնի մեկնարկից անմիջապես առաջ։ Այդ ժամանակ պատճառը Ադրբեջանի դեսպանատան բողոքն էր և այսպես կոչված անվտանգության հետ կապված մտահոգությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատել է, որ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիթ Ագզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով։ Պատճառը փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելն է։ Փաշինյանը այդ քայլը որակել է կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ սադրիչ գործողություն և հորդորել է գրել աշխատանքից ազատման դիմում։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ չցանկացավ արձագանքել թանգարան ինստիտուտի տնօրենի աշխատանքից ազատվելու թեմային։ Ինչ դիմումի մեջ ցեղասպանության թանգարանի տնօրենի երբ որ հեռացվել է, դիմումի մեջ ինչ պատճառ է գրել։ Կարծում եմ կարող եք իրեն դիմել։ Շնորհակալություն։ Մախաչկալայում դատարանը պատասխանատվության է ենթարկել Դոնալդ Թրամփ մականունով տղամարդուն սոցցանցերում հակահայկական կոչերի համար։ Գործի նյութերի համաձայն Տելեգրամում Դոնալդ Թրամփ կեղծանվամբ հանդես եկող օգտատիրոջ մեկնաբանություններում հայերի դեմ անօրինական գործողություններ հրահրող հայտարարություններ են եղել։ Ըստ դատական որոշման ատելություն հրահրելու ու մարդկային արժանապատվությունը նվաստացնելու համար նրան 10,000 ռուբլու չափով վարչական տուգանքի են ենթարկել։ Տղամարդն ընդունել է մեղքը և չի վիճարկել որոշումը։ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը զեկույց է պատրաստել Արցախում հայկական ժառանգության ոչնչացման մասին։ Զեկույցում նշվում է, որ Արցախում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2020 և 2023 թվականներին վերահսկողություն հաստատեց այդ տարածքների նկատմամբ։ Հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները ցույց են տվել 8 լիովին ավերված և 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ կառույցներ։ Ըստ զեկույցի հայ բանտարկյալների հարազատները հայտնել են, որ նրանց թույլ չեն տալիս ունենալ օրինակ աստվածաշունչ, սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին։ Հանձնաժողովը կոչ է անում ԱՄՆ կառավարությանը դիտարկել Ադրբեջանը հատուկ հսկողության ցուցակում, կիրառել թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի կառավարական մարմինների նկատմամբ։ Վերադառնանք, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստան, որպես դիտորդ հետևելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նշվում է վեհաժողովի խորհրդի և Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ուղղված նամակում։ Հայաստանի իշխանությունները հանձնառու են ընտրություններն անցկացնել ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան ազատության, արդարության և թափանցիկության սկզբունքների ոգով, ասվում է նամակում։ Հիշեցնեմ, Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026-ի հունիսի 7-ին։